Բարև ձեզ, Պարոն Միքայելյան, քվեարկեցիք դուք։ Ինչպիսի ակնկալիքներ այսօրվա ընտրություններից ունեք, այսօրվա ընտրություններից սպասումներ ունեք ու եթե ամեն դեպքում եթե ԿՊ-ն չընտրվի, պատրաստ եք այդպես հեշտ հանձնել իշխանությունը հեռանալ, Պարոն Միքայելյան։ Դե սցենար է, չէ՞ կարող է դիտարկվել ամեն դեպքում։ Ուզում եմ ասեմ, պատրաստ եք նայել։ Թմրանյութի հետ կապված այդ նյութը ձեզ հետ կապվում է, ասում են ձեր իմացությամբ է տեղ ունեցել, ինչ կա։ Որի սնունդը թողել եք իջեցնել գյուղ վաճառեն թմրանյութեր։ Շնորհակալ ենք։ Որտեղ ամեն ինչ գերում է։ Քննչական կոմիտեյինա ես չեմ ուզում։ Ինչու են հիմա ձեզ հիշել, առերեսումը հիմա է կատարում։ Առերեսում նման բան չկա, ես ինչ առերես։ Դուք չեք հասակվել վկայի կարգավիճակով թեկոս, որևէ կերպ ներգրավված չեք։ Դուք այսինքն հերքում եք այդ տեղեկությունը, պարոն Միքայելյան։ Քննիչների գաղութում բոլորի վրա գերում է։ Չգիտեմ այդ։ Մենք ուզում ենք հասկանալ։ Հերքում եք այդ դրվագը ընդհանրապես որ կապ եք ունեցել որևէ ձևով։ Օրինակ դուք վեր հարցին ինձանից նման բան հավատում եք։ Մենք իրավական համակարգիչ չէ, որպես մարդի ամենաշատ դուք եք ճանաչում երկար տարիներ։ Ու ես իմ կյանքի կեսը ավել ծառայել եմ ու ծառայում եմ ես երկրին ու ժողովրդին։ Ասում են թարմացրել են այդ գործը, պարոն Միքայելյան, որտեղ կարող է իշխանությունն ուզում է ձեզ ինչ-որ ձևով զսպել փուլում։ Նիկոլ Փաշինյանն է մտածել։ Ես իմ աստված, ես իմ կյանքով, իմ բանով, արած գործերով կամ այսօր։ Իմ գործնեության տարիների։ Պարոն Միքայելյան, ու կարճ 3 Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ տեսանյութը տեսել եք, ինչ կարող եք ասել։ Պաշտոնյայի կողմից հայոյելը քաղաքացում, պարոն Միքայելյան, ինչպես է գնահատում։ Պաշտոնյայի կողմից քաղաքացում հայոյելը։ Պաշտոնյայի։ Ալեն Սիմոնյանը չեք դատապարտում նրա պահվածքը։ Ես ոչ մեկի չեմ դատապարտում, բայց հայոյան քաղաքացիությունից եկավ մեծ է։ Իսկ Փաշինյանի պահվածքը